Այսօր տեղի ունենում Երևանի պետական համալսարանից ինձ հեռացնելու վերաբերյալ որոշումը իմ կողմից վիճարկելու դատական առաջին նիստը իրավական ընթացակարգերն էր հիմնականում տեղի ունենում, հայցի հիմքերի վերաբերյալ փաստարկներ ներկայացնելու process-ներ տեղի ունենում եւ բնականաբար Երևանի պետական համալսարանի դիրքորոշումը իբրև թե այն է, որ քաղաքական հայացքների պատճառով չի տեղի ունեցել իմ հեռացումը, պարզ է, որ նրանք այդպիսի բան չեն էլ հայտարարի, բայց մենք մեր ամբողջ այս ընթացքում եւ դատական այսօրվա նիստին է վերաբերվում եւ դրանից առաջ բազմաթիվ ձևերով ցույց ենք տվել, որ իմ ազատվելը աշխատանքից չէր կարող տեղի ունենալ այլ պատճառով։ Ես ոչ կաշառք եմ վերցրել, ես ոչ դասեր եմ տապալել, ոչ ժամավաճառությամբ եմ զբաղվել, ոչ սուբյեկտիվ դրսևորումներ եմ ունեցել ուսանողների հանդեպ, ամեն ինչ հավուլ պատշաճի է տեղի ունեցել իմ կատարմամբ, իմ մանկավարժական գործունեության հետ կապված դրվատանքից բացի այլ բան չի եղել եւ պարզապես աշխատանքային ժամկետը լրանալու պատճառով աշխատանքային պայմանագիր չերկարացնելը ակնհայտ է, որ պայմանավորված է եղել իմ քաղաքական հայացքներով եւ գործունեությամբ, որոնք ավելի ըստ էության սուր, ավելի ընդգծված բնույթ են ունեցել վերջին 2004 թվականի գարնանը այդ ժամանակ ծավալված սրբազան շարժման շրջանակներում։ Ես կհավելեմ, տեսեք, որ աշխատանքային պայմանագրի լուծումը նախ, ուրեմն աշխատանքային հարաբերությունների դադարեցումը եւ աշխատանքից ազատումը անօրինական կերպով է կատարվել, ուրեմն գործատուն Երևանի պետական համալսարանը պատճառաբանել է, որպես հիմք նշել է աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալը, մինչդեռ աշխատանքային հարաբերությունները ուրեմն մենք մեր հայցադիմում հենց ամբողջությամբ մանրամասն անդրադարձել ենք, որ անորոշ ժամկետով աշխատանքային հարաբերություններ են, հետևաբար գործատուն չէր կարող այդ հիմքով լուծել, գործատուն քանի որ աշխատանքի կազմակերպման պայմաններ է փոփոխել մինչ այդ, ռեկտորի 2023 թվականի հրամանով աշխատանքի կազմակերպման պայմաններ են փոփոխվել, այն դասընթացները, որոնք Մենուա Սողոմոնյանը Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում դասավանդում էր, որոշը հանվել են կրթական ծրագրից, իսկ մեկ այլ դասընթաց միացրել են ձևական առումով, միաձուլել են մեկ այլ ամբիոնին եւ մեկ այլ դասընթացի են միացրել, որպեսզի կարողանան ուրեմն Մենուա Սողոմոնյանի հետ պայմանագիրը լուծել, բայց ամբողջությամբ որևէ իրավական կամ փաստական հիմնավորում չկա Երևանի պետական համալսարանի գործողություններում, ամբողջությամբ ոչ իրավաչափահ, մենք դա բնականաբար վիճարկում ենք ու կարծում եմ, որ ունենք բավարար հիմքեր իրավական եւ փաստական, որպեսզի դատական գործը օգուտ մեզ լինի, բայց այդուհանդերձ վաղ է որևէ կարծիք հայտնել, այսօր մենք առաջի դատական նիստին էինք մասնակցում, վաղ է հիմա որևէ կարծիք հայտնել, հետագա ընթացքը ցույց կտա, եթե անհրաժեշտություն Մենուա Սողոմոնյանը գտնի, մենք հետագայում կարող ենք նաև մամլո ասուլիս էլ տալ առանձին տվել հարցի հետ կապված, առայժմ այսքանը։